Ինձ հետաքրքրում է այդ շատ չարչրկված, շատ սպասված, նոր աղբավայրի, նոր տեխնոլոգիաներով աղբի վերանշակման, այդ գործընթացը ուր է հասել, ինչ հորիզոնում, ինչ հեռանկարներ են նշմարվում եւ երբ վերջապես այդ հակաէկոլոգիական վիճակը Նուբարաշենում կարելի է համարել, որ մոտ է վերջանալու։ Ես պատասխանեմ պարոն Սուքիասյան, ունենք 3 ուղղությամբ ծրագրեր, մեկը համաշխարհային բանկի հետ է ծրագիրը եւ եւս մի հրավեր ստացել ենք Սոֆիայում մասնակցելու այնտեղ անցկացվող գիտաժողովին, որը նվիրված է հենց կոնկրետ աղբի վերամշակման թեմային եւ մասնավորապես ունենք World Bank-ից առաջարկ ծրագիր իրականացնելու։ Ունենք երկրորդ ծրագիրը, որը որ վզեպի հետ է որոշակի աշխատանքներ նախկինում տարվել շատ երկար ժամանակ, մի 10 տարուց ավել եւ մենք այդ ծրագիրը չեղարկեցինք, որովհետեւ հասկացանք, որ հեռանկար չունի, որովհետեւ տրամաբանությունը ի սկզբանե սխալ էր դրված այդ ծրագրում։ Եվ ունենք երրորդ տարբերակը, որը անկեղծ ասած ամենահավանականն եմ համարում, երկփուլ մրցույթի տրամաբանությամբ քաղաքապետարան մասնավոր միջազգային որևէ գործընկերության տրամաբանությամբ իրականացվելիք ծրագիր, որը իր մեջ կներառի աղբավայրի փակումը եւ նոր վերամշակման կայանի կառուցումը, ամենահավանական տարբերակը երրորդն է։ Չնայած մենք դեռևս վերջնական պատասխան մեր մյուս գործընկերներին չենք տվել, ոչ վզեբին, ոչ համաշխարհային բանկին, բայց ընդհանուր առմամբ հավաքագրել ենք փաթեթներ առաջարկների, որոնց հիման վրա պատրաստել ենք երկփուլ մրցույթ եւ Տիկին Հայկազյանը, եթե ավելացնելու բան ունի այս փուլում, կխնդրեմ ավելացնի։ Չէ, պարոն քաղաքապետ, կարծես ամբողջությամբ ներկայացրեցիք, այս պահին ծիգի կողմից ամփոփվում է այդ երկփուլ մրցույթի տեղ առաջադրանքը եւ նաեւ սպասում ենք վերջնական ուրեմն դիրքորոշում եւ քննարկում լավագույն առաջարկի մեր միջազգային գործընկերների կողմից ֆինանսական ուրեմն հատկացման մասով։